Ահ, բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, ես կազմել եմ արևելյան տրանզիտային հորոսկոպը բոլոր ձեզ համար, շատ հոգնած եմ, կներեք ինձ դրա համար, ստացվում է քիչ-քիչ եմ սենց դնում, որովհետև իրոք շատ հոգնած եմ, հեշտ գործ չի, ասեմ, որ իմանաք, անցանք առաջ։ Առյուծները օգոստոս 2026 թվական ձեզ համար ամսվա գլխավոր էներգիան կլինի բավականին հետաքրքիր, որովհետև տիեզերքը կարծես լուսարձակ ուղղի հենց ձեր վրա, հնարավորություն տալով ձեզ ցույց տալ ձեր ուժեղ կողմերը, տաղանդն ու առաջնորդական հատկությունները։ Եթե վերջին ամիսներին ձեզ թերագնահատված էիք զգում, այժմ իրավիճակը կարող է սկսվել փոխվել։ Շատ առյուծների մոտ նաև ստացվում է բավականին լուրջ տրանսֆորմացիաներ, ամեն մեկը արդեն կհասկանա, թե ինչի հետ էր կապված։ Ընդհանուր կանխատեսում է, որ անեմ։ Կարևոր լինի չտրվեք հպարտությանը եւ չփորձեք ամեն ինչ միայնակ անել։ Օգոստոս ամիսը կարող է դառնալ շրջադարձային, հատկապես այն առյուծների համար, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել սեփական կյանքի համար։ Աշխատանքի հետ կապված, ֆինանսների հետ կապված, ձեզ սպասվում են կարևոր զարգացումներ, որովհետև եթե աշխատում եք ղեկավարություն, այստեղ կարող է նկատի ձեր ջանքերը, իսկ գործընկերները ավելի հաճախ դիմեն ձեր օգնությանը։ Եթե վաղուց ցանկանում եք ինչ-որ պաշտոնի բարձրացում կամ նոր աշխատանք, օգոստոսը կարող է բերել այդ հնարավորությունը ձեզ համար։ Սեփական բիզնես ունեցող առյուծները այստեղ կարող են զգալի առաջընթաց գրանցել, գովազդը օրինակ, հա, նոր համագործակցությունները եւ ստեղծագործ գաղափարները մեծ արդյունք կարող են տալ, եթե ջանեք։ Ֆինանսային առումով ամիսը բավականին հաջող կլինի, սակայն եկամուտների աճին զուգահեռ կարող են աճել նաև ձեր ցանկությունները։ Խորհուրդ եմ տալիս գումարներ դնեք երկարաժամկետ ինչ-որ նպատակների մեջ եւ խուսափեք ցուցադրական ծախսերից։ Սիրո եւ հարաբերությունների հետ կապված ստեղ կրքերը կարող է չհանդարտվեն, ուժեղանան, իսկ միայնակառույցների համար օգոստոսը խոստանում է բավականին վառ ծանոթություն, շատ հավանական է, որ այդ մարդը ձեզ կգրավի ոչ միայն արտաքինով, այլ նաև իր մտածելակերպով։ Եթե հարաբերությունների մեջ եք, այդ ամիսը ձեր համար, ուրեմն օգոստոսը, հարմար կլինի միասին ինչ-որ ապագայի մասին կարևոր որոշում կայացնեք միասին, սակայն աշխատեք չպայքարել առաջնորդ լինելու համար, որովհետև սերը միշտ ստեղ կարող է հաղթի, որտեղ կա փոխադարձ հարգանք։ Ընտանիքում դուք կարող եք լինել այն մարդը, ումից բոլորը խորհուրդ կամ աջակցություն կարող է սպասել, հնարավոր են ընտանեկան հավաքներ, ուրախ լուրեր կամ ընդհանուր ծրագրեր, որոնք ավելի կմոտեցնեն ձեզ ձեր հարազատներին։ Առողջության հետ կապված այստեղ բարձր կարող է լինել, բայց մեծ ծանրաբեռնվածությունը կարող է աստիճանաբար ուժասպառ անել ձեր օրգանիզմը։ Հետևեք քնի ռեժիմին եւ ժամանակ գտեք ձեր համար, որպեսզի հանգստանաք։ Օգոստոսին ուշադրություն դարձրեք նաև ձեր սրտի առողջությանը, արյան ճնշման փոփոխություններին եւ ընդհանուր ինքնազգացողությանը ձեր։ Եթե նկատում եք շարունակական ինչ-որ անհանգստացնող ախտանիշներ, խորհուրդ կտամ չհետաձգեք, դիմեք բժշկի խորհրդատվությանը։ Այստեղ կանխարգելիչ խնամքը ճիշտ ժամանակին կլինի, որպեսզի արդյունավետ դիմեք բժշկի եւ այդ հարցերին արձագանք ստանաք։ Ֆինանսների հետ կապված ամիսը բավականին բարենպաստ կլինի եկամտների ավելացման համար, այստեղ հնարավոր են նաև ձեր համար համ լավ հնարավորություններ, համ էլ միգուցե լավ առաջարկներ ունենաք։ Ամեն մեկի խոստումին էլ խորհուրդ կտամ չվստահեք։ Որպես խորհուրդ կտայի չվախենալ մեծ նպատակներից, բայց հիշեք, որ ամենամեծ հաղթանակը ծնվում է մարդու համբերությունից։ Ձեր լույսը մի թաքցրեք, բայց նաև թույլ մի տվեք, որ այն կուրացնի ձեզ։
Հաջող օրերը ձեր համար օգոստոս ամսին կլինեն 1-ը, 8-ը, 14-ը, 21-ը և 28-ը։ Պետք է շատ զգույշ լինեք 6-ին, 17-ին և օգոստոսի 25-ին, հատկապես ֆինանսական և անձնական հարաբերության հետ կապված հարցերում։ Ովքեր ծնվել են կույս համաստեղության ներքո, սիրելի կույսեր, օգոստոս ամիսի գլխավոր էներգիան ձեր համար կլինի ինքնաճանաչման, կարևոր որոշումների և կյանքի նոր փուլին նախապատրաստվելու ամիս։ Դուք կսկսեք ավելի հստակ հասկանալ, թե որ մարդիկ, հարաբերությունները և ծրագրերն են իսկապես արժանի ձեր ժամանակին, ձեր ուշադրությանը։ Այնինչ նախկինում ձեզ կարող էր թվալ անորոշ, աստիճանաբար կսկսի ձեր համար պարզվել։ Ուրեմն աշխատանքում և ֆինանսներում օգոստոս ամսին մասնագիտական աճ կարող է լինել և նոր հնարավորություն, այո, ձեզ էլ է սպասում նոր հնարավորություններ։ Եթե երկար ժամանակ աշխատել եք լուռ և հետևողական, այժմ ձեր ջանքերը կարող են գնահատվել։ Այստեղ չի բացառվում, եթե աշխատում եք, այստեղ ղեկավարության հետ կապված ինչ-որ ազդեցիկ մարդիկ կարող են ձեր ջանքերը նկատել և այստեղ ձեր պատասխանատվությունը և պրոֆեսիոնալիզմը, որպեսզի հետագայում ցույց տաք։ Եթե մտածում եք աշխատանք փոխելու, սեփական գործ սկսելու կամ նոր համագործակցության մասին, ամսվա երկրորդ կեսը օգոստոսի շատ ավելի բարենպաստ կարող է լինել։ Դա միշտ ապեք ստորագրել կարևոր ինչ-որ փաստաթղթեր առանց բոլոր մանրամասները ստուգելու։ Իսկ ֆինանսական ոլորտում այստեղ իրավիճակը հիմնականում կայուն կլինի, նաև հնարավոր է վերադարձվեն նախկին պարտքերը, եթե ձեզ պարտք են, կամ ստանաք լրացուցիչ միգուցե եկամուտ։ Միևնույն ժամանակ խորհուրդ եմ տալիս խուսափեք պարտք տալուց կամ մեծ գնումներ կատարելուց, միայն հուզական ազդեցության տակ։ Սիրային հարաբերություններում օգոստոսը ձեզ կստիպի ավելի բաց, սիրելի կույսեր, արտահայտեք ձեր զգացմունքները, իսկ եթե միայնակ եք մինչև հիմա, այստեղ մեծ հավանականություն կա, որ ձեր կյանք կարող է մտնի մի մարդ, ում հետ կարող եք զգալ ոչ միայն սիրային, այլ նաև մտավոր կապ։ Այդ հարաբերությունը կարող է զարգանալ դանդաղ, բայց շատ ամուր հիմքերով։ Իսկ եթե հարաբերությունների մեջ եք, ամիսը կարող է օգնի ձեզ վերականգնել վստահությունը և լուծել այն հարցերը ձեր պարտնյորի հետ, որոնք երկար ժամանակ միգուցե դուք հետաձգել եք միասին։ Խորհուրդ կտամ չվախենաք առաջինը դուք խոսել, երբեմն հենց մեկ անկեղծ խոսակցությունը կարող է փոխել ամբողջ հարաբերությունները։ Ընտանիքում հնարավոր կարող է լինեն քննարկումներ կապված բնակարանի, ֆինանսների կամ ինչ-որ հարազատների ծրագրերի հետ կապված։ Եվ կարող է այստեղ ձեր խորհուրդը պետք գա, որպեսզի դուք իրենց խորհուրդ տաք, միգուցե որպեսզի չվերցնեն ինչ-որ խնդիրներ միայն ձեր ուսերին։ Թույլ տվեք նաև մյուսներին պատասխանատվություն կրեն, նաև իրենք։ Առողջության հետ կապված ձեր ոսկորներին ուշադրություն դարձրեք, մանավանդ ողնաշարին, որովհետև այստեղ գերհոգնածությունը բավականին շատ կարող է լինի, սթրեսը կարող է շատ լինի, եթե շատ խորանաք աշխատանքի մեջ, ինքնազգացողության հետ կապված հարցեր կարող են լինել։ Պահպանեք կոնկրետ կանոնավոր ռեժիմ, ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին և ավելի շատ ժամանակ անցկացրեք բնության մեջ։ Խորհուրդ կտայի նաև չանտեսեք նույնիսկ փոքր անհարմարությունները։ Ֆինանսներում օգոստոսը կարող է ձեզ բերել շահավետ առաջարկ կամ միգուցե ինչ-որ լրացուցիչ եկամտի հնարավորություն, հատկապես որոնք կապված են գիտելիքի, կրթության, խորհրդատվության միգուցե կամ ինչ-որ ծառայությունների հետ։ Գումարը ծախսելուց առաջ կազմեք հստակ ծրագիր, դա կօգնի ձեզ խուսափել ավելորդ ծախսերից։ Օգոստոսը ձեզ կտա հնարավորություններ կառուցել ավելի ամուր ապագա, մի շեղվեք ուրիշների ճանապարհով, այստեղ ձեր հաջողությունը կարող է գալ այն ժամանակ և հավատարիմ մնաք ձեր արժեքներին և հանգիստ վստահ քայլերով շարունակեք առաջ գնալ։
Հաջող օրերը օգոստոսին սիրելի կույսերը ձեզ համար ուրեմն 4-ն է օգոստոսի 10-ը, 16-ը, 22-ը և 30-ը։ Պետք է շատ զգույշ լինեք 7-ին օգոստոսի, 18-ին և 27-ին։ Փաստաթղթերի հետ դա կարող է կապված լինել, խոսքի օրինակ ուզում եք ինչ-որ փաստաթղթ, շտապում եք, ստորագրեք և այլն, խոշոր ինչ-որ գնումներ կատարելիս հուզական որոշումներ մի ընդունեք։ Անցնենք ձեզ սիրելի կշերտներ, օգոստոս ամսին գլխավոր ձեր էներգիան ձեր համար հավասարակշռության վերականգնման ամիս է։ Վերջին շրջանում միգուցե ձեր կյանքում տեղի ունեցած իրադարձությունները կստիպեն ձեզ վերանայել մարդկանց հարաբերություններն ու սեփական ձեր նպատակները։ Օգոստոս ամսին ձեզ մոտ կսկսվի նոր շրջան, որտեղ ամեն ինչ աստիճանաբար կարող է կամաց-կամաց ընկնել իր տեղը։ Չի բացառվում որոշ կշերտների նաև 50-50, հա, տիեզերքը ստուգի նաև որքան եք գնահատում ինքներդ ձեզ, որքան ավելի շատ հարգեք ձեր սահմանները, ահա, այնքան ավելի ներդաշնակ կարող են դառնալ հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ։ Հնարավոր է ստիպված լինեք հրաժարվել որոշ մարդկանցից կամ իրավիճակներից, որոնք այլևս չեն նպաստում ձեր առաջխաղացմանն ու աճին, զարգացմանը։ Աշխատանքի հետ կապված և ֆինանսների օգոստոսը շատ բարենպաստ կլինի նոր ինչ-որ պայմանագրերի, համագործակցությունների, գործնական բանակցությունների համար։ Ձեր դիվանագիտական ունակությունները կարող են լինել գլխավոր առավելությունը և նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում կկարողանաք գտնել ընդհանուր լեզու։ Եթե փնտրում եք օրինակ աշխատանք, մեծ է հավանականությունը, որ ամսվա երկրորդ կեսին այստեղ ինչ-որ առաջարկ կարող է լինել, որը երկարաժամկետ հեռանկար կունենա ձեր համար։ Ֆինանսական առումով այստեղ ամիսը կայուն կլինի, հնարավոր է լրացուցիչ ինչ-որ գումարներ գան ձեզ նախկինում նորից են եղել այդպիսի դեպքեր, օրինակ դրսից և այլ և այլ։ Սակայն աստղերը ձեզ խորհուրդ են տալիս խուսափել պարտքեր վերցնելուց կամ ուրիշների ֆինանսական խնդիրը ձեր վրա վերցնելուց։ Սիրո հետ կապված հարաբերություններում օգոստոս ամիսը կարող է դառնալ ձեր համար կարևոր անսպասելի շրջադարձ, իսկ միայնակ կշերտները կարող են հանդիպել մարդուն, որի հետ կապը կարող է սկսվել բավական անսպասելի, բայց արագ կարող է այդ մարդը դառնալ ձեր համար շատ մտերիմ։ Մի փորձեք ամեն ինչ իդեալական դարձնել, առաջին իսկ օրերից թող հարաբերությունները զարգանան բնական ընթացքով։ Իսկ եթե հարաբերությունների մեջ եք, այստեղ կարևոր կարող է լինի հավասարակշռել տալն ու ստանալը, էներգոապմենը, եթե երկար ժամանակ միայն դուք եք զիջել կամ հակառակը, հա, օգոստոսին կգա ժամանակը, որպեսզի խոսեք ձեր սպասելիքների մասին նաև, որովհետև ձեր անկեղծությունը ավելի կարող է ուժեղացնել ձեր կապը։ Ընտանիքում հնարավոր են ուրախ հանդիպումներ, ընտանեկան միջոցառումներ կամ ինչ-որ երկար սպասված նորություններ։ Հարազատներից մեկը նաև կարող է դիմել ձեր խորհրդին կամ ձեր օգնությանը։ Ձեր հանգիստ վերաբերմունքը կարող է օգնել լուծել նույնիսկ ամենալարված իրավիճակները։ Առողջության հետ կապված որոշ մարդկանց մոտ դա գերության հետ կարող է կապված լինել, սրտի հետ կարող է կապված լինել, ուշադրություն դարձրեք ձեր սրտին և սննդի ռեժիմին, որովհետև կարող է այնպես տպավորություն լինի, որ ինչ-որ անհանգստություններ լինեն, հուզական լարվածություն կարող է լինի, հոգնածություն, գերհոգնածություն, ինչու՞ չէ քնի խանգարում, ուժի նվազում, խորհուրդ կտամ լիարժեք հանգստանաք, կանոնավոր սնվեք, թեթև ֆիզիկական ակտիվություն կամ ինչ-որ սպորտաձևով պարապեք և մի փոքր դադարեք օրվա մեջ հանգստանալ, հա, կօգնի ձեզ։ Դադարեք նկատի ունեմ դադարեցեք ձեր աշխատանքի ռեժիմը և հանգստանաք։ Եթե ունեք երկար ժամանակ ձեզ անհանգստացնող խնդրի կամ
հետաձգել եք ինչ-որ ստուգումներ, խորհուրդ կտամ անպայման ուշադրություն դարձնեք։ Նաև ուշադրություն դարձրեք ձեր ատամներին։ Ֆինանսների հետ կապված ամիսը բարենպաստ է եկամտի կայունացման և ապագա խնայողությունների համար ստեղծելու նպատակով։ Եթե մտածում եք ինչ-որ ներդրումների մասին, ընտրեք այնպիսի ոլորտները, որոնք լավ եք ուսումնասիրել և զգուշացեք բավականին չափազանց գեղեցիկ թվացող ինչ-որ առաջարկներից։ Որպես խորհուրդ, ձեզ կսովորեցնի օգոստոս ամիսը վստահեք ձեր սեփական արժեքին, մի վախեցեք մարդկանց մեկ-մեկ մերժել, ասել ոչ, եթե զգում եք, որ ինչ-որ բան խլում է ձեր ուժերը։ Ձեր հաջող օրերն են օգոստոսի 11-ը, 5-ը, 17-ը, 24-ը և 31-ը, իսկ վտանգավոր օրերն են, որ պետք է զգույշ լինեք 8-ը, 19-ը և 27-ը։ Օգոստոսին հատկապես ֆինանսական պայմանավորվածությունների և անձնական հարաբերության հարցերում պետք է զգույշ լինեք։ Ովքեր ծնվել են կարիճ համաստեղության ներքո, սիրելի կարիճներ, օգոստոս ամսի էներգիան կլինի խորքային փոփոխությունների և նոր հնարավորությունների ամիս ձեզ համար, ինչն է ինձ շատ զարմացրեց։ Այն, ինչ երկար ժամանակ կարող է ձեզ թվալ փակուղի, աստիճանաբար կսկսի շարժվել տեղից սայլը։ Շատ իրադարձություններ առաջին հայացքից կարող են պատահական ձեր համար թվալ, սակայն ամիսը ձեզ ցույց կտա, որ դրանք պատահական չեն կարող լինել կամ չեն եղել։ Աշխատանքի և ֆինանսներում, այստեղ ձեր մասնագիտական ոլորտում օգոստոսը խոստանում է ակտիվ զարգացումներ, հնարավոր է ստանաք առաջարկ, որը նաև կփոխի ձեր աշխատանքի ուղղությունը կամ միգուցե կարող է բացել ձեզ մոտ բավականին լավ հեռանկարներ։ Խորհուրդ կտամ չվախենաք պատասխանատվություն կրելուց, հենց դա էլ կարող է դառնալ ձեր առաջընթացի գլխավոր պատճառը։ Եթե ունեք սեփական բիզնես, ամիսը բարենպաստ է նոր ծառայություններ կամ նոր ինչ-որ ապրանքներ կամ համագործակցություններ սկսելու համար, բայց խորհուրդ կտամ խուսափեք ինչ-որ որոշումներից, որովհետև այստեղ յուրաքանչյուր կարևոր քայլից առաջ այստեղ մանրամասն ուսումնասիրել է պետք իրավիճակը։ Ֆինանսների առումով հնարավոր է եկամտի աճ որոշ կարիճների մոտ, սակայն աստղերը նաև ձեզ խորհուրդ են տալիս խուսափել ռիսկային ներդրումներից և խոշոր գնումներից, եթե դրանք մանրակրկիտ չեք հաշվարկել։ Սիրո մեջ հետ կապված, սիրով հագեցած կլինի ձեզ մոտ օգոստոս ամիսը, իսկ միայնակ կարիճների համար մեծ հավանականության կա, որ ինչ-որ մեկը կարող է հանդիպել ձեր կյանքում, որի հետ դուք կարող եք զգալ միայն ուժեղ ձգողականություն, նաև ինչու՞ չէ հոգևոր կապ կարող եք զգալ, բայց խորհուրդ չեմ տա շտապել, վստահեք ձեր հենց առաջի տպավորությանը, թող ժամանակը ձեզ ցույց տա, հարաբերությունների իրական արժեքը։ Եթե հարաբերությունների մեջ եք, այստեղ ամիսը կարող է բացահայտել ձեր մոտ այն հարցերը, որոնց մասին երկուսիդ էլ միգուցե երկար ժամանակ լռել եք, մի վախեցեք անկեղծ զրույցներից, ճիշտ խոսակցությունը այստեղ կարող է ավելի ամրացնել ձեր կապը։ Ընտանիքում հնարավոր է կարևոր որոշումներ կապված ձեր տան, ժառանգության, ընդհանուր ֆինանսների կամ միգուցե հարազատների հետ։ Ձեր հանգստությունն ու իմաստությունը կարող են ձեզ օգնել խուսափել ավելորդ լարվածությունից։ Օգոստոսին սիրելի կարիճներ, վարակիչ հիվանդություններից զգույշ եղեք, ուշադրություն դարձրեք ոչ միայն ձեր ֆիզիկական, այլև հուզականի հետ կապված հարցերին։ Վերջին ամիսներին կուտակված սթրեսը կարող է արտահայտվել հոգնածությամբ կամ էներգիայի անկմամբ, եթե ժամանակ չտրամադրեք ձեր վերականգնելուն։ Խորհուրդ եմ տալիս չանտեսեք ձեր օրգանիզմի հոգնածության ազդակները, պահպանեք կանոնավոր քնի ռեժիմ, ուշադրություն դարձնեք ջրային հավասարակշռությանը ձեր տարի,
Ֆինանսներում հնարավոր է շահավետ համագործակցություններ կամ եկամտի ինչ-որ նոր աղբյուր ձեզ էլ կարող է լինել, սակայն այստեղ գումարի հետ կապված ցանկացած կարևոր որոշում կայացնելուց առաջնորդվեք ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով։ Անցնենք հաջորդը, դա աղեղնավորներն են, սիրելի աղեղնավորներ, օգոստոս ամիսը լավ հորիզոններ կարող են բացվել ձեր առաջ։ Շատ լավ ամիս է։ Այն ինչ նախկինում անհասանելի է ձեզ թվացել, կարող է օգոստոս ամսին դառնալ իրական հնարավորություններ եւ պերսպեկտիվա։ Կյանքը ձեզ կարող է դուրս բերի հարմարավետության գոտուց, առաջարկելով ձեզ ինչ-որ նոր ճանապարհներ, նոր մարդկանց եւ միգուցե նոր փորձառություններ։ Եթե համարձակվեք հետևել ձեր ներքին ձայնին, օգոստոս ամիսը կարող է դառնալ ամբողջ տարվա ամենահաջող շրջանակներից մեկը։ Աշխատանք ֆինանսներում այստեղ ձեր մասնագիտական կյանքում սպասվում են ակտիվություն։ Կարող եք ստանալ առաջարկ, որը կապված կարող է լինել ձեր նոր պաշտոնի հետ, նոր նախագծի հետ կամ նույնիսկ արտասահմանյան, ինչու՞ չէ, այնտեղից արտերկրից համագործակցություն արտասահմանի հետ։ Եթե աշխատում եք կրթության, իրավունքի կամ ինչ-որ զբոսաշրջիկության, մեդիայի կամ առցանց, այս ոլորտներում օգոստոսը հատկապես ձեր համար կարող է շատ հաջող լինել։ Եթե սեփական բիզնես ունեք, մի վախեցեք ընդլայնել ձեր գործունեությունը։ Ֆինանսական ոլորտում հնարավոր է ձեզ մոտ լինի եկամուտների ուժեմ աճ, սակայն դրա հետ մեկտեղ կարող են նաև ձեր մոտ ավելանալ ծախսերը կապված ճանապարհորդությունների, միգուցե որոշ մարդիկ ցանկանան ճանապարհորդել եւ այլն, հա, կամ ուսման, ուզենաք ինչ-որ նոր բան սովորել, հա, այստեղ խնայողություններ պետք հարմարա, որպեսզի խնայեք գումարները ձևավորելու եւ ապագայի համար ֆինանսական ինչ-որ հիմք ստեղծելու նպատակով։ Սիրո հետ կապված թե ինչ-որ նոր շունչ կարող են գալ ձեր սիրային հարաբերություններում, իսկ եթե միայնակ եք, մեծ հավանականություն կա հանդիպելու մի մարդու, որի հետ կզգաք ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր կապ։ Այդ ծանոթությունը կարող է տեղի ունենալ, օրինակ, ճանապարհորդության հետ կապված, այլ երկրում կամ կարող է լինել այլ երկրից, լրիվ ուրիշ կրոնից անձ, կամ համացանցի միջոցով եւ այլն։ Իսկ եթե հարաբերությունների մեջ եք, ամիսը ձեզ համար հարմար է, միասին ապագայի ծրագրեր կազմեք սիրելիի հետ, կարող եք նաև քննարկել համատեղ ինչ-որ ճանապարհորդություն, վատ չի լինի, բնակարան կամ հարաբերությունների հաջորդ կարևոր քայլը։ Ընտանիքում հնարավոր է ձեր կյանքում սպասվեն ավելի խաղաղ շրջան, նաև հնարավոր է հարազատներից մեկը ձեր հետ կիսվի ինչ-որ ուրախ նորությունները, որը ձեզ շատ կուրախացնի եւ միգուցե աջակցություն կարող են ձեզանից խնդրել։ Իսկ ձեր լավատեսությունը կարող է նրանց օգնել։ Առողջության հետ կապված օգոստոս ամսին բավական քանի որ ակտիվ եք լինելու, էներգիան շատ բարձր կարող է լինել, սակայն չափազանց ակտիվ կյանքը կարող է հանգեցնել ձեր մոտ գերհոգնածության։ Թող կտամ աշխատեք պահպանել հավասարակշռություն աշխատանքի եւ ձեր հանգստի միջեւ։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք բնության մեջ, մի անտեսեք ձեր լիարժեք քունը եւ ձեր ջրային հավասարակշռությունն էլ պաշտպանեք եւ ուշադրություն դարձրեք հոդերի, ձեր մկանների ընդհանուր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Իսկ եթե ունեք առողջության հարց, խորհուրդ կտամ դիմել մասնագետի, հա, կարծում եմ դա ավելի ճիշտ կլինի։ Ֆինանսներում կլինեն լավ հնարավորություններ օգոստոս ամսին, բացել ձեր նոր եկամտի աղբյուր կամ միգուցե ինչ-որ առաջարկ կարող է լինի շահավետ, եթե կլինի, խորհուրդ կտամ համագործակցել։ Հատկապես այստեղ հաջող կարող են լինել արտասահմանյան կապերը, առցանց աշխատանքը եւ կրթության հետ կապված նախագծերը։
Որպես խորհուրդ, դուրս եկեք ձեր սահմանափակումներից, հավատացեք ձեր նպատակներին, մի կասկածեք ձեր ուժերին, սիրուն եւ այլն։ Օգոստոս ամսին ձեզ համար շատ կարևոր հաջող օրերը, ձեզ մոտ էլ կարող է լինել 6-ը, 12-ը, 19-ը, 25-ը եւ օգոստոսի 31-ը։ Իսկ զգույշ պետք է լինեք օգոստոսի 8-ին, 17-ին եւ 27-ին, հատկապես կապված ճամփորդությունների հետ, իրական հարցերի եւ ինչ-որ խոշոր ֆինանսական որոշում, եթե պահի տակ որոշեցի, ես այսքան գումար ծախսում եմ եւ վերջ։ Մի քիչ զգուշացեք այդ օրերին։ Ովքեր ծնվել են այծեղջյուր համաստեղության ներքո, սիրելի այծեղջյուրներ, օգոստոս ամսի գլխավոր էներգիան ձեր համար կլինի ամուր հիմքեր ստեղծելը եւ այստեղ ինչ-որ կարևոր որոշում կայացնելու ամիս։ Եթե վերջին շրջանում զգացել եք, որ կյանքը ձեզ անընդհատ փորձության է ենթարկում, ապա օգոստոս ամսին կսկսեք տեսնել ձեր համբերության հենց առաջին պտուղները։ Շատ հարցեր, միգուցե որոնք երկար ժամանակ չէր լուծվում, վերջապես կարող են սայլը տեղից շարժվել, տեղաշարժվել։ Սակայն տիեզերքը ձեզ մեկ կարևոր դաս է տալիս, ամեն ինչ հնարավոր չէ, վերահսկել։ Երբ սովորեք վստահել կյանքի ընթացքին, կարող եք տեսնել, թե ինչպես են ճիշտ մարդիկ, ճիշտ հնարավորությունները հայտնվում հենց ճիշտ ժամին եւ ճիշտ տեղում ձեր կյանքում։ Աշխատանքում եւ ֆինանսներում օգոստոսը կարող է դառնալ տարվա ձեր ամենաարդյունավետ ամիսներից մեկը։ Ձեր աշխատասիրությունը վերջապես կգնահատվի։ Նաև հնարավոր է ստանաք ձեր ղեկավարից պաշտոնի առաջարկ, ինչ որ կամ դուք ձեր համար աշխատեք, որը երբեք չեք էլ պատկերացրել, կարող է ձեզ ոգևորի, մեծ գումարներ բերի։ Բայց ամենակարևորը այստեղ պատասխանատու լինելն է, որը նաև կարող է բարձրացնել ձեր հեղինակությունը։ Եթե ունեք սեփական բիզնես, լավ ժամանակ է զարգացնելու օգոստոս ամսին դա այն ուղղությունները, որոնք երկարաժամկետ եկամուտ կարող են ձեզ ապահովել։ Իսկ ֆինանսական առումով ամիսը կլինի բավականին կայուն, անկայուն չեմ տեսնում, հնարավոր է եկամուտների աճ ունենաք, սակայն դրա հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ անսպասելի նաև ընտանեկան կամ կենցաղային ծախսեր, քանի որ դուք սիրում եք ավելի շատ ծախսել, քան տնտեսել, ես խորհուրդ եմ տալիս գումար տնտեսել։ Աստղերը խորհուրդ են տալիս օգոստոս ամսին շատ մտածել այլ խնայողությունների եւ ներդրումների մասին, քան արագ ինչ-որ ծախսեր անելին։ Սիրո հետ կապված ոլորտում օգոստոսը ձեզ կարող է բերել հասունություն վերջապես, իսկ եթե միայնակ եք, ձեր կյանքում կարող է հայտնվել մարդ, ով լուրջ մտադրություններ կարող է ունենալ ձեզ հետ ամուսնանալու։ Այս հարաբերությունը կարող է հետագայում դանդաղ զարգանա, սակայն կունենա ամուր հիմքեր եւ երկարաժամկետ լավ հեռանկարներ։ Եթե հարաբերությունների մեջ եք, ժամանակն է ավելի շատ ուշադրություն դարձնեք դուք եւ ձեր պարտնյորը իրար, եթե երկար ժամանակ անդադ աշխատել եք, եւ ժամանակ չի եղել, միասին ինչ որ պիկնիկ կազմակերպեք, ինչ որ տեղ գնանք հանգստանանք եւ այլը, այստեղ անկեղծ խոսեք իրար հետ, որպեսզի գոնե մի քիչ ավելի ճիշտ հարաբերություններ ձևավորվի ձեր վերջին այս ամիսներին։ Ընտանիքում հնարավոր է կարևոր փոփոխություններ տեղի ունենան, ոմանք կարող է ձեզանից մտածեն բնակարանների հետ կապված հարցերով, վերանորոգման, տեղափոխության մասին, իսկ մյուսները կարող է լուծեն իրենց հարազատների հետ կապված երկարատև ինչ-որ հարցեր։ Ձեր հանգստությունն ու խոհեմությունը ձեզ կօգնեն բոլորին գտնել ճիշտ լուծումը։ Առողջության հետ կապված օգոստոսին ձեր առողջությունը մեծապես կախված կլինի հանգստի, աշխատանքի եւ ճիշտ հավասարակշռությունից։ Եթե շարունակեք անտեսել ձեր հոգնածությունը, օրգանիզմը կարող է ստիպել ձեզ դադարեցնել ընթացքը։
Խորհուրդ եմ տալիս պահպանել կանոնավոր քնի ռեժիմ, ժամանակ հատկացնել ձեր ակտիվ հանգստին, ուշադրություն դարձնեք ձեր հոդերի, ծնկների, ոսկրային համակարգի և ընդհանրապես ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ։ Չհետաձգեք ինչ-որ կանխարգելիչ բժշկական ստուգումները, եթե վաղուց ծրագրել էիք դա։ Ֆինանսների հետ կապված այստեղ հնարավորությունները օգոստոսը հաջող եւ երկարաժամկետ ներդրումների համար, անշարժույթի օրինակ, բիզնեսի զարգացման, ֆինանսական ինչ-որ պլանավորման համար շատ լավ կլինի, սակայն խուսափեք այն առաջարկներից, որոնք խոստանում են ձեզ մեծ եկամուտ, դա գայթակղելի կարող է լինել, մի քիչ զգուշ եղեք, որ ինչ-որ ծուղակ չընկնեք անիմաստ, առանց հստակ ինչ-որ հիմնավորման, որովհետև օգոստոս ամիսը ամենակայուն ճանապարհը եւ ամենաեկամտաբեր ամիսը կարող է լինի ձեր համար։ Որպես խորհուրդ, օգոստոսը ձեր համար սիրելի է այդ եղջյուրներ, հնարավորություն կտա ամրապնդել ձեր դիրքերը կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչ-որ աշխատանք, ես կարծում եմ, որը եթե նոր եք սովորել, ձեզ բավականին կոգևորի եւ լավ պերսպեկտիվա կլինի ձեզ համար։ Միշտապեք այնինչ կառուցվում է համբերությամբ, շատ ավելի երկար կարող է ձեզ ծառայել։ Վստահեք ձեր փորձին, բայց մի վախեցեք ընդունել նաև նոր գաղափարներ հենց այդ համադրությանը, դա կլինի ձեր հաջողության գաղտնիքը։ Ձեր հաջող օրերն են օգոստոսի 3-ը, 9-ը, 15-ը և 22-ը։ Դուք ավելի զգույշ պետք է լինեք 7-ին, օգոստոսի 18-ին և 26-ին, հատկապես ֆինանսական գործարքների, իրավական, ինչու չէ հարցերի, աշխատանքային բանակցությունների ընթացքում։ Անցնենք ձեզ, սիրելի ջրհոսներ, ուրեմն օգոստոս ամիսը ջրհոսների գլխավոր էներգիան կլինի փոփոխությունները ձեզ համար, նոր ինչ-որ օրիգինալ օրինակ, գաղափարներ, ճակատագրական հանդիպումների ամիս է լինելու ձեզ համար պատրաստվեք։ Այս օգոստոս ամսին դուք ավելի հստակ կարող եք զգալ, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք, այնինչ նախկինում ձեզ թվում էր պարզապես ցանկություն, օգոստոս ամսին դա կարող է վերածվել իրական հնարավորության։ Տիեզերքը ձեզ կարող է հուշել, որպեսզի դուք չվախենաք տարբերվել մյուսներից, հենց ձեր յուրահատուկ մտածելակերպը, օրիգինալությունը օգոստոս ամսին հաջողության ձեր գլխավոր բանալին կարող է լինել։ Որոշ մարդիկ ջրհոսներից կարող են չհասկանալ, թե ինչ է կատարվում, եւ նաեւ ձեզ կարող են որոշ մարդիկ չհասկանալ, ոչ ձեզ, ոչ ձեր օրիգինալությանը, ոչ ձեր գաղափարներին, սակայն այստեղ ժամանակը ցույց կտա, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Աշխատանք եւ ֆինանսների հետ կապված մասնագիտական կյանքում օգոստոս ամիսը ձեր համար լի կլինի նոր հնարավորություններով։ Այստեղ հնարավոր է նաեւ ստանաք ինչ-որ առաջարկ, կներեք, աշխատանքային, որը կարող է փոխել ձեր աշխատանքի ինչու չէ այսօրվա ուղղությունը, կամ թույլ կտա զբաղվել այն գործով, որի մասին միգուցե վաղուց երազել եք։ Եթե օրինակ աշխատում եք ինչ-որ տեխնոլոգիաների հետ կապված, ստեղծագործական, կրթության կամ առցանց, նախագծերի ոլորտում, օգոստոս ամիսը կարող է բերել նշանակալից առաջընթաց ձեզ մոտ։ Ֆինանսական առումով այստեղ իրավիճակը խոստումնալից կարող է լինել, հնարավոր է ձեզ մոտ եկամտի աճ կամ լրացուցիչ աշխատանքի առաջարկ, հատկապես օգոստոս ամսվա առաջին կեսին։ Ամենաշահավետ որոշումները կլինեն այնպիսիները, որոնք միտված են երկարաժամկետ կայունության, այլ ոչ թե կարճաժամկետ։ Սիրո եւ հարաբերության հետ կապված կյանքում ձեզ սպասվում են հետաքրքիր զարգացումներ, պատրաստվեք։ Միայնակ ջրհոսների համար հնարավոր է անսպասելի ծանոթություն, որը կարող է սկսվել որպես սովորական սկզբից շփում, բայց ժամանակի ընթացքում կարող է դա
ձեր համար դառնա բավականին շատ կարևոր, հա, հարաբերություն։ Իսկ եթե հարաբերությունների մեջ եք, ամիսը ձեզ կարող է ստիպի ավելի շատ խոսել ձեր զգացմունքների մասին, փոխադարձ վստահությունը, որովհետև կարող է ձեզ մոտ ուժեղանալ, եթե դադարեք թաքցնել այն, ինչ իսկապես զգում եք։ Ամսվա երկրորդ կեսը բարենպաստ է համատեղ ծրագրեր սիրելիի հետ կազմելու համար։ Ընտանեկան կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ, հարազատներից մեկը կարող է կիսվել ուրախ լուրով կամ դիմել ձեր խորհրդին։ Հարմար շրջան կլինի նաև ընտանեկան ձեր հավաքների, տուն թարմացնելու օրինակ կամ ինչ-որ կենցաղային, հա, կարևոր հարցեր լուծելու համար։ Օգոստոս ամիսը առողջության հետ կապված ձեր ինքնազգացողությունը մեծապես կախված կլինի ձեր հոգեկան հանգստությունից։ Եթե չափազանց շատ ինչ-որ պարտականություններ վերցնեք ձեր վրա, հա, ստեղ օրգանիզմը ձեր կարող է արձագանքի ուժերի նկատմամբ։ Ես խորհուրդ կտամ պահպանել քնի կանոնավոր ռեժիմ, ավելի շատ քնեք, քայլեք, մաքուր օդում, ժամանակ հատկացրեք սպորտին, ինչու՞ չէ, կամ միգուցե մարմնի թեթև ակտիվություն լինի, հա, կամ հեծանիվ քշեք, սահմանափակեք սթրեսային իրավիճակները։ Իսկ եթե ունեք առողջական խնդիրներ, որը բավական երկար ժամանակ ձեզ անհանգստացնում է, նաև ատամների հետ կապված, ուշադրություն դարձրեք, դա լավագույն ամիսը կլինի, որպեսզի դուք դիմեք, հա, ստոմատոլոգի եւ ձեր ատամների հարցերը լուծեք։ Ֆինանսական հնարավորություններ ամիսը բավականին հաջող է, նոր ինչ-որ գաղափարների օրիգինալ իրագործման համար, հնարավոր են շահավետ համագործակցություններ, նոր ինչ-որ հաճախորդներ կամ ինչ-որ եկամտի լրացուցիչ աղբյուրներ լինեն կողքից։ Միևնույն ժամանակ նաև խորհուրդ կտամ չվստահել չափազանց արագ շահույթ խոստացող առաջարկող մարդկանց, հա։ Օգոստոսին վստահեք ձեր ներքին ձայնին, եթե շրջապատը դեռ չի տեսնում այն, ինչ դուք արդեն զգում եք, մի վախեցեք փակել այն դռները, որոնք այլևս ոչ մի տեղ չեն տանում։ Դրանց հետևում արդեն սպասում են ձեզ մեծ նոր հնարավորություններ։ Ձեր հաջող օրերը օգոստոս ամսին ուշադիր եղեք երկուսն է, օգոստոսի 8-ը, 14-ը, 20-ը, 27-ը, նաև 31-ը։ Իսկ զգույշ պետք է լինեք 6-ին, հարմար չի լինի ձեզ, պետք է խուսափեք այս օրերին, 6-ը, 17-ը և 25-ը։ Անցնենք ձեզ սիրելի ձկներ եւ եզրափակենք ձկներով 12-րդ հորոսկոպի նշանով։ Ինչ է ձեզ սպասվում սիրելի ձկներ օգոստոս ամսին։ Ձեր գլխավոր էներգիան բավականին շատ հետաքրքրեց, շատ հետաքրքիր է լինելու ձկների համար կլինեն բավականին ներքին վերածննդի, ինտուիցիայի, ուժեղացման, չի բացառվում արթնացման, ճակատագրական ընտրությունների ամիս է ձեր համար լինելու։ Վերջին ամիսներին դուք հնարավոր է շատ հարցերի պատասխան էիք փնտրում, բայց դրանք կարծես չէին գալիս։ Օգոստոս ամսին իրավիճակները կարող են սկսել աստիճանաբար պարզվել եւ շատ գաղտնիքներ դուք կբացահայտեք։ Օգոստոս ամսին ձեր ինտուիցիան կլինի ամենահուսալի խորհրդատուն, երբ տրամաբանությունը եւ ձեր սիրտը, եթե հակասեն իրար, փորձեք մի պահ լռել եւ լսել ձեր ներքին ձայնին։ Շատ դեպքերում հենց այն ձեզ կարող է տանել ճիշտ ճանապարհով։ Ձեր աշխատանքում եւ ֆինանսներում օգոստոս ամիսը ձեզ խոստանում է նոր հնարավորություններ մասնագիտական ոլորտում։ Եթե երկար ժամանակ աշխատել եք առանց ակնհայտ արդյունքի, արել եմ, տեսնում ես արդյունք չկա, տեսնում ես մեկ էլ վդրուկ արդյունքը գալիս։ Ձեր ջանքերը կարող են, հա, վերջապես գնահատվել։
Հնարավոր է ստանաք նոր առաջարկ պատասխանատու ինչ-որ նախագծի հետ չի բացառվում կապված լինի կամ ինչ-որ համագործակցության։ Լավ հնարավորություն կլինի ձեր համար, որը նաև էլի երկարաժամկետ և մեծ հաջողություն կարող է ձեզ բերել։ Եթե ստեղծագործական ոլորտում եք աշխատում, այստեղ ձեր գաղափարներն օգոստոս ամսին հետաքրքրություն կարող է առաջացնել մարդկանց մեջ։ Մի վախեցեք ներկայացնել երբեք ձեր աշխատանքը հանրությանը, որովհետև վախենալ պետք չի, ոչ էլ աման չէ։ Ֆինանսական առումով ամիսը բավականին բարենպաստ կլինի օգոստոս ամիսը ձեզ համար, հնարավոր է հավելյալ ինչ-որ եկամտի կամ նախկինում սպասված միգուցե գումարի ստացում։ Սակայն աստղերը ձեզ խորհուրդ են տալիս խուսափել զգացմունքային գնումներից և չշտապել խոշոր ներդրումների հարցում։ Վերջում մի բան էլ կասեմ ձեզ համար, սիրելի ձկներ, և կավարտեմ։ Սիրո և հարաբերություններում այստեղ սիրային ոլորտը ձեր համար օգոստոսին ամենալուսավոր թեմաներից մեկն է լինելու։ Եթե միայնակ եք, այստեղ շատ մեծ է հավանականությունը հանդիպելու մարդու, որի հետ կզգաք հազվադեպ հանդիպող ինչ-որ հոգևոր ներդաշնակություն։ Այս հարաբերությունները օգոստոս ամսին հետագայում և կարող են սկսվել շատ անսպասելի ձեր համար, բայց արագ դառնալ կարևոր ձեր կյանքի համար։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք, այս օգոստոս ամիսը կարող է ձեզ օգնել մտերմանալ միմյանց, նորովի բացահայտել անկեղծ զրույցները միասին անցկացրած ժամանակը և այստեղ մի փոքր ուշադրության միգուցե նշաններ կարող են լինել ձեզ մոտ, որոնց հա, և դուք ուշադրություն դարձնեք և նայեք, տեսնեք իրականում ձեր պարտնյորը ցանկանում է ձեզ հետ լինի, թե ոչ։ Իսկ եթե այո, աշխատեք ջերմացրեք հարաբերություններ ձեր պարտնյորի հետ, որը գուցե հենց առօրյայի մեջ մի փոքր, եթե կորել էր, հա, ձեր հարաբերություններում, սառնություն և այլն։ Ընտանեկան կյանքում խաղաղությունն աստիճանաբար կարող է վերականգնվի, նաև հնարավոր է, որ լուծվեն երկարատև ինչ-որ տարաձայնություններ կամ ընտանիքում այստեղ հետագայում հնարավոր է ինչ-որ ձեր մոտ էլ լավ, ուրախ, հետաքրքիր նորություն ստանաք։ Ձեր ներկայությունն ու հոգատարությունը հատկապես կարևոր կլինեն երեխաների, ավագների և հարազատների ծնողների համար։ Եվ մի խորհուրդ դուրս եկեք զոհի դերից, հերիք է։ Առողջականի հետ կապված օգոստոս ամսին ձեր օրգանիզմը զգայուն կլինի հոգնածության և հուզական ծանրաբեռնվածության նկատմամբ, եթե երկար ժամանակ դա անտեսել եք, հանգստի կարիքը ստեղ կզգացվի և մարմինը ձեր կարող է ձեզ ստիպել դանդաղեցնել ձեր ընթացքը։ Աստղերը նաև ձեզ խորհուրդ են տալի պահպանել կանոնավոր քնի ռեժիմ, խմել բավարար քանակությամբ ջուր, ժամանակ հատկացնեք հանգստացնող զբաղմունքների, քայլերի, մեդիտացիայի կամ լող, սպորտ, հա, և այլն։ Իսկ եթե ունեք առողջական խնդիր, որը երկար ժամանակ անընդհատ կամ հետաձգում եք և այլն, օգոստոս շատ լավ ամիս կլինի ձեզ համար, որպեսզի գնաք բժշկի, մի հատ ստուգվեք, հա, և այլն։ Այստեղ պետք է ժամանակին ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը և պահպանեք ձեր ուժերն ու լավ ինքնազգացողությունը։ Ֆինանսները ձեր հնարավորությունները օգոստոս ամիսը կարող է հայտնվել եկամուտի հենց լրացուցիչ աղբյուրների կամ համագործակցության առաջարկներ կարող են լինել, նաև այստեղ չի բացառվում անսպասելի նվերներ ստանաք, ձեզ համար բավականին անսպասելի, հա։ Հատկապես այստեղ հաջող կարող են լինել ստեղծագործական, եթե դուք բլոգեր եք, հա, այն ինչ ղեկավար եք և այլն, խորհրդատվական, միգուցե հոգեբանական կամ առցանց ինչ-որ նախագծերի հետ կապված, սակայն մի վստահեք այն առաջարկներին, որոնք չափազանց հեշտ շահույթ են խոստանում։ Որպես խորհուրդ, օգոստոսը ձեր կյանքի կարևոր շրջադարձներից և որոշիչ շատերի համար
ամիս է լինելու եւ կարող է դառնալ խորհուրդ կտամ չվախենանք փակել ձեր անցյալի էջերը, որովհետեւ դա ամենաճիշտ լուծումը կլինի եւ ես դրա շնորհիվ կարող են նոր հնարավորություններ բացվել ձեր ճանապարհին։ Հիշեք, որ ամեն մի կորուստ, դա փոքր կորուստ է, հա, միշտ տեղ է բացում նոր ձեռքբերումների համար։ Հաջող օրերը ձեր կլինեն, սիրելի ձկներ, օգոստոսի 4-ին, 10-ին, 16-ին, 22-ին, 28-ին եւ էլի 31-ին։ Դուք ավելի շատ պետք է զգույշ լինեք օգոստոսի 7-ին, 18-ին եւ 26-ին, հատկապես ձեր ֆինանսական որոշումների, նոր ծանոթությունների եւ զգացմունքների, արձագանքների ժամանակ։ Իսկ այժմ ես ավարտելուց հետո ուզում եմ մի փոքր ձկների թեմայով մի բան ասել։ Սիրելի ձկներ, մի հետաքրքիր բան կա, շատ ձկներ, եթե Մարսը ձեր ձկներում է, չգիտես ինչու 12-րդ տանը, հա, դուք հոգևորը ձեր մոտ ավելի շատ է, քան նյութականը, որ մտածեք նյութականի մասին։ Այստեղ ինչպես դա բալանսավորեք, հա, շատ դժվար է, գիտեմ, բայց դուք ինչպես դա կարող եք բալանսավորել։ Հոգևորը էլի հոգևոր զարգացած, հա, հոգևորը զարգացած է ձեր։ Դուք երբեք չպետք է ամաչեք ձեր աշխատանքի ուրեմն աշխատավարձը բարձրացնելուց, մեկ-մեկ սիրեք եւ գնահատեք ձեզ եւ ձեր աշխատավարձը, եթե ինչ-որ մեկի մոտ եք աշխատում, ասեք թող բարձրացնեն, եթե Սամսիբի ռեժիսոր, հա, եթե ինքներդ ձեր համար եք աշխատում, առցանց կլինի եւ այլ ղեկավարեք, աշխատավարձը ձեր բարձրացրեք, երբեք ամոթ չի, ոչ էլ դա կարելի է ասել մեղք է, հա, որովհետև պետք է դուրս գաք դուք այդ զոհի դերից, հասկանում եք, այդպես դուք կարող եք բալանսավորել ձեր էներգիան, նաև լուսինը, հա, 12-րդ տունը, գիտեք ինչի մասին է շատ ժամանակ խոսում, լացկան մարդու մասին, մեկ-մեկ փորձեք պոզիտիվ մտածեք, բացասականը մի կողմ դնելով, աշխատելով այս էներգիաների հետ։ Իսկ ինչ վերաբերում է Մարսը ձկներում, ես խորհուրդ եմ տալիս, գիտեմ դժվար է, բայց բալանսը կարող եք պահել այդպես։ Բալանսի բերելով ձեր հոգևոր աշխարհը եւ հա զարգացնելով եւ ձեր նյութականը, որովհետև դուք ավելի շատ շեղվում եք հոգևորի վրա, հա, պետք է նաև մտածեք ձեր տան, ձեր երեխաների, ձեր համար, հա, սիրեք գնահատեք ձեզ եւ ինքնազարգացմամբ էլ ամոթ չի զբաղվել։ Այսքանով ավարտում եմ ես իմ կանխատեսումը, կարծում եմ ոչ թե դուր է գալու, իզուր չի որ տանջվել եմ, այլ շատ է ձեզ դուր գալու։ Իսկ հիմա ես ձեզ կուզեմ ցույց տալ, հա, ոյ կներեք, ուզեմ մի վարքյան ես ինչ եղանում կախելը, մի վարքյան սիրելի հետևորդներ, վայ, մի վարքյան, ես այսօր կազմել էի, չգիտեմ ձեզ երևում ա թե ոչ, սա տեսնում եք, հա, կլորը, սա մեր արևելյան ուրեմն աստղաբանություններ, որովհետև ես ուսումնասիրել եմ արդեն քանի տարի է եւ բավականին շատ հաջող կարծում եմ աշխատել եմ։ Իսկ պտուղները կտեսնենք օգոստոսի համար է սա կանխատեսումը 2026 պտուղները արդեն այդ մասին դուք կխոսեք ու մոտ է համընկել եւ այլ, սա ընդհանուր ֆոնն էր։ Այսօր այսքանը լավ եղեք, կհանդիպենք հաջորդ իմ եթերում, ցտեսություն։